Նիկոլ Փաշինյանը այսօր ազգային ժողովում ճակերտավոր աչքալուսանք տվեց, ասեց 2018 թվականին հեղափոխություն ենք արել, բայց 7 տարվա մեջ այդքան էլ լավ չի ստացվել, ուրեմն նորից հայտարարում են, որ հեղափոխություն ենք անելու, այն էլ սոցիալական։ Անձամբ ես ասում ենք, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Իր թեզերը մեջ բերեց իրական Հայաստանի դասախոսությունից, որտեղ նա ասում է 1980-ական թվերից նա սխալ է կարծել, որ պետություն կառուցելով ԼՂ-ի հարցը պետք է լուծել։ Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը։ Եվ դրանից հետո անմիջապես ասում է, որ Լեռնային Ղարաբաղի շարժման հարցը ընդհանրապես պետք է փակել, որովհետև այն վտանգում է պետություն ունենալը։ Որ Ղարաբաղյան շարժումը օբյեկտիվորեն վաղուց ավարտվել է եւ այն շարունակելու մեր հավաքական ջանքը ընդհանրապես օգտագործվում է Հայաստանի առանց այն էլ թուլացած անկախությունն ու պետականությանը վերջ դնելու համար։ Եթե մենք մոռանանք դրա մասին, ինչ է կատարվել ազատագրական շարժման մասին, ընդհանրապես Արցախի մասին մոռանանք եւ Մինսկի խումբը լուծարենք, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը իր սահմաններով կմնա։ Ողջույն սիրելի բարեկամներ, նորից պետք է ստիպված մի քանի վայրկյան լսեք, թե վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը ինչեր է խոսել ազգային ժողովի ամբիոնից։ Իրականում քաղաքացիական պայմանագիրը, այսինքն այսօրվա կառավարությունը պետք է ներկայացներ 2024 թվականի բյուջեի կատարողականը, բայց այդ ուրեմն կուսակցության անդամները Ռուբեն Ռուբենյանը, Բաբկեն Թունյանը եւ այլն դուրս էին գալի ամբիոն եւ ընդդիմության հետ կռվի էին բռնում, ասելով թե գիտեք, մեզ մի մեղադրեք ձեր սխալներում, դուք եք այդ օրենքները ընդունել, դուք եք գնացել Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, մենք դրանք շարունակում ենք։ Եվ դա ասում են ընդամենը դաշնակցական նախկին նախարարներին։ Ոչ մի մեղադրանք չի հնչեցվում, օրինակ նախկին կամ ներկա ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներին։ Մի տեսակ, ինչպես ասեմ, ակլորակռիվ են անում, որովհետև ամբիոնից խոսալով, մեղադրելով, իրականում այդ ընդդիմության, քչաթիվ ընդդիմության ներկայացուցիչները նույնիսկ դահլիճում չեն լինում։ Եվ գալիս է հասնում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, նա էլ գալիս է նորից իրական Հայաստանի իր դասախոսությունն է կարդում, որտեղ իհարկե Զանգեզուրի, Խաչմերուկի կամ Միջանցկի մասին է ասել եւ անընդհատ ինչ որ բացատրություն է տալիս, թե ինչ նկատի ունի։ Օրինակ նա ասում է, որ շատ սխալ է եղել իր սեփական միտքը, որ հայրենիքի մասին է մտածել, որ պետք է ոչ թե հայրենիքի, այսինքն Արևմտյան Հայաստանի, այն որ հիմա Թուրքիայի մասին մտածել, կամ Արցախի, որը սովետական բարքերի կարգերի պատճառով հայտնվեց Ադրբեջանի կազմում, բայց որպես իհարկե ինքնավար մարզ, եւ ոչ մի Ղարաբաղյան շարժման հարց չի կարող լինել, որովհետև այդ ամենը խոչընդոտել է Հայաստանի անկախ պետության կայացմանը։ Այդ դասախոսությունը շարունակելով նա արդարացնում է իր բոլոր պետական դավաճանությունները եւ ասում է, որ այո, սահմանադրությունը պետք է փոխել։ Սահմանադրության մասին խոսելիս նաև նշում է, որ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք ըստ Ալմա-Աթայի կետերի այդ սահմանները պահել։
Անընդհատ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները օգտագործելով Նիկոլ Փաշինյանի այդ սխալական վտանգավոր թեզը, թե Ալմա-Աթայում մենք ունեցել ենք սահմանների գծում, այսինքն խոսքը գնում է 91 թվականի հռչակագրի մասին, որը ընդամենը սովետական միության լուծարման մասին է, այսինքն սովետական միությունը այդ Ալմա-Աթայի հռչակագրով ընդամենը լուծարվում է, դադարում է իր գոյությունը եւ կազմվում են, ինչպես ռուսերեն են ասում, SNG-ն, եւ այդ SNG-ի մեջ մտնում են նաեւ Հայաստանը, հետո Ադրբեջանը, մի խոսքով 11 նախկին սովետական հանրապետություններ, այնտեղ ոչ մի բան հստակ սահմանների մասին չի գրված, գրված է վարչական տարածքների եւ հատուկ նշվում է սահմանադրության մասին, որ բոլոր այդ երկրները իրենց իսկ սահմանադրությամբ պետք է ուղղորդվեն եւ բոլոր իրավական գոյությունը պետք է ըստ իրենց երկրների սահմանադրությունով լինի, այդ թվում ինքնորոշման հարցը, իսկ Ղարաբաղյան հարցը կառուցված էր այդ 30 տարի, որ անընդհատ ասում են 30 տարի կործանել են, հարցը չեն լուծել Ղարաբաղյան, հենց հիմքը եղել է այդ Ալմա-Աթայի հռչակագրով, որը հենց թույլ է տալիս, որ ինքնորոշման ձևով Արցախի գոյությունը որպես ինքնավար հանրապետություն աշխարհը ընդուներ, դա էր դրված հիմքում, դրանով կարող էին եւ Արցախը եւ ուրիշ ուրեմն հանրապետության այդ սովետական նախկին հանրապետությունները իրենց հարցերը լուծեին, վիճելի հարցերը լուծեին։ Հիմա սրանք դնում են եւ ասում են, թե Ալմա-Աթայի հռչակագրով պայմանավորվել ենք այդ սահմանները, որոնք ընդհանրապես ոչ մի սահման, նույնիսկ վարչական չունեին։ Պետք է նույնիսկ նշեն, թե ինչ թվի, որ քարտեզով են այդ սահմանները լուծում։ Մի խոսքով, անընդհատ ազգային ժողովի այս նիստում գոնե ասեն, որ բյուջեի կատարողականը ինչպես են արել, լոզունգներով նորից Նիկոլ Փաշինյանը դուրս է գալի ասում է, մեզ մեղադրում եք, թե մենք բյուջեն լցնում ենք, էլի նորից այդ վանկարկումներով, խոսելով, ինչն եք լցնում, ոչ մեկ չի ասում, թե ինչի համար եք լցնում, ուր եք լցնում, այդ կատարողականը որտեղ է, ասում է, հակակոռուպցիոն կոմիտե ենք ստեղծել, թափ ենք տալի բոլորին, պետական գույքն ենք հետ բերում, անընդհատ կներեք, բայց այդ բառը պետք է օգտագործեմ, կռուտիտ են լինում, որովհետև գիտեք մեր հայերենում, գուցե հայերենը շատ լավ, հարուստ, աշխարհի ամենալավ լեզուն է, բայց սրանց բնորոշելու համար ուղղակի հայերենս թույլ չի տալիս, որ արտահայտվեմ եւ կարծում եմ դուք ինձ հասկանում եք։ Մի խոսքով այդպես կռուտիտ լինելով մեզ համոզում են, թե բյուջեն լցրել են, լիքը փող կա։ Okay, լիքը փող կա, բա ինչու չկա վիճակագրական տվյալներ աղքատության մասին, ինչու են այստեղ հնդիկները որպես ճորտեր աշխատում, կամ կոռուպցիայի կոմիտեն ինչ է արել, որ Բաբկեն Թունյանը դուրս է գալիս, ասում է, գիտեք, ես կընդունեի, որ դուք կառուցողական քննադատություն ունենայիք, բայց այստեղ կառուցողական քննադատություն չկա, որ մեր արտաքին պարտքը աճել է, դրա պատճառը այն է, որ բոլոր երկրները աշխարհում այդ տենդենսը ունեն, ինչի հիման վրա, որովհետև ավելի շատ են ծախսում, քան թե արտադրում են։ Իրոք, փաստորեն մենք լավ ծախսում ենք, բա որ ծախսում ենք, ինչի վրա ենք ծախսում, ինչու ենք անընդհատ լրագրողներս նշում, որ դուք օրինակ պետական համակարգում, անձնական օգտագործման ինչ-որ մեքենաներ եք գնում, էլեկտրոմեքենա, այդ թվում անընդհատ նշում ենք Երևան քաղաքի քաղաքապետի Ավինյանի եղած կոռուպցիոն
մասնակցությունները, այդ թվում բանկային համակարգում, դրա համար ազգային ժողովում, չեմ ցիտելու, նույնիսկ չեմ ցույց տալու ինչ է խոսել Բաբկեն Թումանյանը, ուղղակի այսպես վեր շարադրելու եմ, որովհետև ազգային ժողովում հարցը տալիս են ընդդիմությունը եւ դուրս են գալիս ցույց տալով, որ արհամարում են քաղաքացիական պայմանագրի անդամներին, ես նրանց հասկանում եմ, որովհետև երբ Բաբկեն Թումանյանը բացատրում է, թե որտեղից եկավ իր այդ խոսույթը Պողոսի հարևան, նա նշում է Ամուլսարի դեպքը եւ այսպես է ասում, Ամուլսարի շահագործմանը նրանք դեմ չեն եղել, ով է ասել, որ նրանք դեմ են, ուղղակի հիշեցնում է, որ Աննա Գրիգորյանը պատգամավոր ընդդիմադիր եղել է իրենց կուսակցությունից, հետո ուրիշ կուսակցություն է գնացել, ինչ որ իր վերադասը ասել է, որ պետք է Ամուլսարի դեմ պայքար մղեն, որ չշահագործվի, մի խոսքով լրիվ ակլորակռիվ կամ գիտեք մի ֆիլմ կա Կապիկների մոլորակը, այ նույն կերպ ուղակի դրեք եւ ձայները փոխեք կամ տեսքերը փոխեք եւ այդ պատկերը կտեսնեք, հետո հելնում է Ռուբեն Ռուբենյանը, գիտեք, Կարապետ Ռուբենյանի որդին ու Թուրքիայի հետ հարաբերությունները արդարացնում, գցում, ինչպես ասում են, նախկինների ջեբը, բայց չգիտես ինչու, նա մուննաթ է գալիս դաշնակցական նախկին նախարարների վրա, Արծվիկ Մինասյանի, Արտուր Խաչատրյանի, եւ գիտեք ինչ է ասում է դուք էլ եք գնում Թուրքիա, օրինակ Գեգամ Մանուկյանը, որը մեր գործընկերն է, Երկիր մեդիայի ղեկավարն է եղել, շատ լավ ժամանակին պատասխանել է, հիմա ուղղակի հիշեցնեմ, որ եթե նույնիսկ դաշնակցականներին, այլ ոչ թե ՀՀԿ-ականներին կամ ինքներդ ձեզ չեք մեղադրում, չեք հիշում, որ ով էր Արարատ Միրզոյանը, նաև ռուսական դեսպանատան դեմ հակառուսական, թուրքական այդ կառուցվածքով, դրոշներով, չգիտեմ, օտար երկրների մասնակցում ցույցերի, հետո գնում էին Թուրքիա, չգիտես, իբրև թե սովորելու, հիմա դաշնակցականները գնում են, օրինակ, Հրանտ Դինքի հետ կապված հարցերի, կամ ծտյալ հայերի, կամ, չգիտեմ, նույն համշենցիների ծրագիր կար նախկինների ժամանակ, ռադիո ծրագիր, որ ինքնագիտակցությունը Թուրքիայում եղած հայերի, ծագումով հայերի, բայց մուսուլմանացած կամ քրդացած, բարձրանա, դուք հակառակն եք անում, դուք ընդունում եք, որ Հայաստանը ընդհանրապես այսօրվա Թուրքիայի տարածքներից ոչ մի պահանջ չունի, ոչ մի ցեղասպանություն չի եղել, նույնը Ադրբեջանից, ոչ մի պահանջ դուք չունեք։ Քաղաքացիական պայմանագրի յուրաքանչյուր Նիկոլ Փաշինյանի բերանով ասած տգետ ներկայացուցիչ անընդհատ ստելով եւ կրկնեմ կրուտիտ լինելով այսօրվա ազգային ժողովում այսպես իրար վրա ցեխ էին շպրտում, չնայած ասեմ, որ խորհրդային ընդդիմությունը իրեն շատ ձիգ ու լավ է պահում, իսկ ընդհանուր առմամբ այս ամենը քաղաքական դաշտում ես կարող եմ բնորոշել այսպես, որ հատուկ տարիներ շարունակ թուրքական ծրագիր է իրականացվել եւ հայերին Թուրքիա տանելով, ինչ որ մի բան սովորեցնելով, նաեւ ասեմ ու կապեմ այդ իրադարձությունները, երբ ասում են հոկտեմբերի 27-ը ով է իրականացրել կամ մարտի 1-ը, բոլոր այդ հակահայկական, հակապետական գործողություններում ներկա են եղել այսօրվա իշխանությունների ներկայացուցիչները կամ մերձ իշխանական ներկայացուցիչները, ով հենց հոկտեմբերի 27-ին Նայիրի Հունանյանին էր օգնում ազգային ժողով մտնել կամ նույն Անդրանիկ Քոչարյանը հայտնի գրությունը, որ կազմել էին կառավարություն, նա էլ տեղ ուներ, անընդհատ պետք է հիշեցնենք, կամ մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը, ով էր Նիկոլ Փաշինյանը, չէ, այսօր ես չեմ հնչեցնելու մեղադրանք
նախկիններին կամ հենց կոնկրետ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությունին, որովհետեւ ապարդյուն է, որովհետեւ մենք 7 տարի սովորական մարդիկ անդադ դա ենք տեսնում, որ իրար պասերով իշխանությունը շարունակում են, կոտորած են կազմակերպում հայ ազգի, այսինքն մենք սովորական մարդիկ զոհ ենք տալի մեր երեխաներին, Արցախը, Սյունիքի մի մասը ու անընդհատ ականջներս այդպես ուշի ուշով լսում ենք, թե անընդհատ ինչ բարբաջանք են հնչեցնում, մեկ Նիկոլները, մեկ իրանց բերած նախկինները եւ հետո արդարացող, անընդհատ արդարացող, այլևս չենք ուզում եմ ես ինքս հավատալ, որ ի վերջո այդ կոտորածը, որ մենք չունենք առաջնորդներ, քաղաքական լիդերներ, կանգ կառնի, որ մենք կարողանանք ինչ-որ մի ձև գտնել այս իշխանությունից իսկապես ազատվել, չվախենալով իրանց այդ տագնապ են ներշնչում, թե կռիվ կլինի, պատերազմ կլինի, հետո հայտարարում են պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, եւ որ գառանտիաներով դուք ամեն ինչը զիջում եք, ինչ գառանտիաներ եք անվտանգության տալիս, եթե անընդհատ բեմից Նիկոլ Փաշինյանը ասում է ոչ մի անվտանգության գառանտիա բանակը չի տալիս, բանակը ընդհանրապես ատրիբուտ է, այդպեսի ատրիբուտ ինքը տես մեր երկրի ղեկին, պարոն էլ չեմ ուզում ասել, Նիկոլ Փաշինյան, այսքանն էր, որ ազգային ժողովում հնչեցված այդ լոլոները, ուզում էի, որ անպայման տեղյակ լինեիք, որովհետև սիրելի բարեկամներ, ես մեկնաբանություններ եմ կարդում, դրսում էլ հանդիպում ենք մեր հեռուստադիտողները, մտահոգություններ են արտահայտում, ասում են ինչ է լինելու կամ երբ որ ինչ-որ մի բան տալիս ենք իրադարձային, ասում են հանկարծ այդ Նիկոլ Փաշինյանի ձենը մի հա հնչեցրու, ինչի եք տիրաժավորում, անընդհատ հոգնել ենք կրկնել, սիրելի բարեկամներ, որ կոնկրետ ես լրագրող եմ, ես ձեզ ինֆորմացիա եմ տալի, չի կարելի փակվել այդ ինֆորմացիայից, հասկանում եք, ինքն իրան մեր երկրի հարցը չի լուծվի, որովհետև սա կործանարար է, այս մարդը ուղիղ տեքստով անընդհատ ասում է, որ ինքը Թուրքիայի, Ադրբեջանի հետ պայմանավորվել է, որ ով էլ ուզի ի հեճուկս բոլորի մեկ է, մենք իբրև թե խաղաղ համակեցություն ենք անելու, պետություն ենք ունենալու, բայց այդ պետությունը իր անվտանգության առումով, իր միջազգային ճանաչումներ ունենալով ամեն ինչը խեղում է, ասում է բաներ, որոնք իրականում այդպես չէ, գնում է Պրահա, Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում ու անընդհատ ասում է, թե գիտեք, Ալմա-Աթայի հռչակագրով Արցախը մեր տարածքում Հայաստանի Հանրապետության սահմաններում չի կարող լինել, հետո անընդհատ այդ ամեն ինչը շարունակելով մենք արդեն իսկապես 7 տարի ապրում ենք ու լսում ենք վայ հակակոռուպցիոնը նստել է փեշերիս, մեկին ես զանգում եմ, որ լրագրող որպես ինչ որ հարցազրույց վերցնեմ, հասկանամ իրավիճակը մարզերում կամ որևիցե տեղը հրաժարվում են խոսել, հրաժարվում են հարցազրույցներից, այսինքն կարող են առանց հրապարակային ելույթների ինչ-որ մի բան ասել, բայց շատ զգուշավոր, հատկապես չեն խոսում, կարծես թե իրանց բոլոր տեղերով, հեռախոսով, չգիտեմ, WhatsApp-երով, ամեն տեղով լսում են ու ազգային անվտանգությունը իրենց հետևից է գալի կամ հակակոռուպցիոնը։ Ուզում եմ հարց տալ, այդ ինչ նյութական շահեր ունեք այդ աստիճանի, որ վախենում եք այդ մի կտորը կորցնել, հասկանում եմ, շատ մարդիկ նաև իրենց քրտինքով են աշխատել, որովհետև երբ նայում եմ այդ հակակոռուպցիոնի հայտարարած ինչ-որ տեղեկատվությունները, օրինակ ընդամենը նախկին քաղաքապետի հետ կապված ինչ-որ լուր, որ Գագիկ Բեգլարյանին է վերաբերվում, հա, օքեյ, ով չգիտեր, որ ինքը ինչ-որ բաներում խառնված է, հա, օքեյ, թափ տվեք, բայց
Այն մյուս մարդկանց դուք կոտրել եք ամբողջ միջին բիզնեսը, ել չեմ ասում մանր բիզնեսը, գյուղերում անասուններ էլ չեն պահում, իրենց կաթը, իրենց պանիրը չեն անում, որովհետև սպանդանոցների ինչ-որ պարտավորանքներ եք դրել, որովհետև դուրս եք գալի ազգային ժողովում քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, մեղադրում եք նախկիններին, հետո ինքներդ ձեզ հակասում եք, ասում եք, բա դուք եք այդ օրենքները ստեղծել, մենք էլ այդ օրենքներից օգտվում եք, հետո ասում եք սահմանադրություն պետք է փոխենք, բայց չեք ասում ժողովուրդ այդ սահմանադրությունը ո՞նց է փոխելու, առանց հանրաքվեի ո՞նց եք այդ սահմանադրությունը փոխելու, ով է կազմելու այդ սահմանադրությունը։ Ստեսություն, սիրելի բարեկամներ, կհանդիպենք։